Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Վանի եւ Կարսի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը երգիչ, դիրիժոր, կոմպոզիտոր Վահե Բեգոյանն է։ Ողջույն Վահե։ Բարի օր։ Ինչպե՞ս ես։ Լավ, դու։ Լավ, շնորհակալ եմ։ Վահե ջան, ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր պատրաստելու ենք զատկական փլավ, բայց չեմ կարող ասել թե ծագումով որտեղի է, որ տարածաշրջանի է, հաճախ պարսկահայերն են այսպիսի բան, բայց այն էլ ոչ բոլոր պարսկահայեր, որտեղ պարսկահայ ասվածն էլ բավական լայն աշխարհագրություն ունի։ Մեր տանը չեն սարքել այսպես երբեք, ոչ տատիկս, ոչ մայրս, բայց ես սիրում եմ այս մի տեսակ ինքը սովորական ավանդույթ է դարձել։ Հա, կարելի է այդպես էլ ասել։ Ես սիրում եմ, որտեղ ինքը ամեն դեպքում շատ տոնական տեսք ունի։ Բարի, ինչու անդրադարձա միանգամից բաղադրատոմսին, որովհետև ընդհանրապես երբ որ բացում անում ենք հաղորդաշարի, հարցնում են որտեղից եք արմատներով։ Այս անգամ քանի որ ուտեստը կարելի ասել որ արմատների հետ կապված չէ, զուտ զատկական տոնական օրվա հետ է կապված, բայց մենք անդրադարձ անենք քո արմատներին։ Որտեղից են քո արմատները։ Իմ արմատները հայրական կողմից Մուշ, հետո Ղարս, այնտեղից այդ ճանապարհով շատերի նման Շիրակի դաշտավայր, հետո Գյումրի, իսկ մայրական կողմս հենց Վանից, մաքուր վանեցիներ, նշանավոր Խերանյանների ընտանիքն է, որոնք հենց 15-ին հերոսամարտից հետո դուրս են եկել եւ տեղափոխվել են Երևան։ Իսկ հայրական կողմը հավանաբար 1800-ականներին է եկել։ 1800-ականների կեսերից արդեն սկսել են գալ, անցել են Հայկաձոր, այսպես ասած Հոռոմոսի վանքի շրջակայքում են ապրել, Ղոշավանք ասված է նաև, եւ այնտեղից անցել են գետը հնարավորինս մոտ լինելու իրենց գյուղին, որ հետո հետ գնան, այն գնալն է, որ պիտի գնանք։ Հետո ավելի հեռացել։ Հետո ավելի հեռացել են, այո։ Այս պահին դուք Աբովյանում եք։ Այո, ես։ Իհարկե քո գործունեությանը քիչ հետո մենք անդրադառնանք, երբ որ կընդմիջենք, բաղադրիչները ներկայացնենք եւ հետո ընդմիջենք։ Ինչ է մեզ անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է բրինձ, ես սիրում եմ երկար բասմատի բրինձ, հայկական չիր, չամիչ, ընդեղեն, կարագ, լավաշ, ձեթ, ջուր, աղ։ Վերջ։ Բայց տեսքը վերջում ես գիտեմ, որ հոյակապ է ստացվելու, չնայած բաղադրիչները այդպես արագ ներկայացրեցինք ու վերջ ասեցինք, բայց ամեն դեպքում շատ երկար եւ հետաքրքիր process ունի։ Ինքը երկար process է։ Բաղադրիչները, գիտես ոնց զատկական փլավի մեջ ոչ մի տենց նոր բան չենք հայտնագործելու, ինքը բաղադրիչներով նույն փլավն է։ Դե դասականը չա ընդհանրապես տեսքի ամբողջացման, հա, տարբերությունը, հա, մնացած բաները։ Դե դասականը մենք գիտենք, որ դա բրինձն է եւ չամիչը, 1000-ից մեկ կարող է ինչ-որ չրի տեսակ գցեն մեջը, որտեվ հայկական լեռնաշխարհում տարածված փլավների տեսակներից որպես այդպեսին բրինձը գիտենք, որ ավելի ուշ է եկել, որտեղ մենք բրինձի հետ այդպես ասոցիատիվ կապ չունենք, հայկական լեռնաշխարհում չի եղել, հետագայում ինքը որոշակի նյուանսներով այդ չիր չամիչի համադրությամբ եւ այլով հենց պարսկական նաեւ խոհանոցի ազդեցության տակ պարսկահայքից էլի ներթափանցել է այստեղ, էս դու ներկայացրու, որովհետև ես զարեշտ եմ սովորաբար օգտագործում նույն կծոխուրը կամ բարբարիսն է, բայց այս դեպքում լորամիրգ է, որը փոխարինող է հանդիսանում բարբարիսին, այսինքն կիսաթթվային համ է հաղորդելու, մի քիչ ավելի խոշոր է եւ մի քիչ ավելի քաղցր։ Բավական քաղցր է, քանի որ սա շաքարաջրով է պատրաստված, բարբարիսը հիմնականում չեն պատրաստում շաքարաջրով, ինքն իրենով չորացնում են, որպես համեմունք օգտագործում են։ Կարծում եմ փոխարինող կարելի է նաև սումախ օգտագործել, ուղղակի սումախը գույն է տալիս, հետևաբար այդ լրացուցիչ հանգամանքը զուտ թթվայնության համար ինձ թվում է չավիրել, հա, բրինձի գույնը, ի շնորհիվ այդ թթվայնության եւ գույնի։ Ի վերջո, ընդհատենք, վերադասավորվենք եւ սկսենք մեր բուն նպատակը, ինչի համար որ այստեղ ենք։ Այո։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ այս պահին ինչ ենք անելու Վահե։ Այս պահին բրինձը մի փոքր ձեթով դաղելու ենք, քիչ, ավելի շատ որ այդ լվացած ձեթի այդ լվացած բրինձից այդ խոնավությունը դուրս գա, հիմա մի փոքր բայց ասենք որ շատ չպետք է բովել, որովհետեւ շատ բովելու դեպքում բրինձը դառնում է ու շեփվող տարբերակ։ Չէ, շատ չենք բովելու ենք այնքան ինչքան պետք է։ Ձիթայողով է արվում դա։ Այո։
Վայ ջան, ինչ ինձ թվում է այստեղից կկտրատեմ մի քանի չրեր, հա։ Հա, բայց խնդրում եմ շատ մանր չկտրատես, ինքը ավելի խոշոր։ Ամեն դեպքում կանեմ։ Մինչ այդ process-ը մենք իրականացնենք, ես ուզում եմ հասկանալ հայկական խոհանոցում քո մանկության համը ո՞րն է, որ դու մինչ օրս շատ սիրում ես այդ ճաշատեսը։ Գիտես, հայկական չի, բայց կա մի ուտեստ, որը կապված է իմ ծնվելու հետ, որտեղ իմ ծնվելու օրը իսկ մայրս ինձ այն ժամանակվա չափանիշներով մանավանդ բավական ուշ է ունեցել 34 տարեկանում եւ այսինքն փոքր երեխան ես դու։ Այո, ես տան փոքրն եմ, ինչպես բոլոր տաղանդավոր երեխաները միշտ փոքրներն են, չէ՞։ Քույրերդ, եղբայրներդ մեղք են քո ձեռը։ Մի քույր, մի եղբայր։ Հա։ Եվ իմ ծնվելու օրը մայրս պատրաստել է լահմաջու, որտեղ նաև մեր հարևանները բոլորը սիրիահայեր էին Աբովյանում, այդ նոր ներգաղթածները։ Հա։ Եվ մամայի խոհանոցը շատ ազդվել է մեր հարևաններից, մենք տանը հաճախ ենք պատրաստում, այդպես սիրիական ավելի շատ, հա, բան, որտեղ համեմունքներով, ավելի առատ, ավելի հագեցած, ավելի համով, հոտով այդպես խոհանոցը եւ իմ ծնվելու օրը մաման տենց լահմաջու է սարքել եւ ինքն իր ոտով գնացել ծննդատուն։ Իսկ հայկական խոհանոցից երևի թե խաղողի տերևով տոլման էլ հիմա որ ասեմ կարող է զարմանաս խավից։ Ես էլ եմ սիրում։ Զարմանալու ոչ մի բան չկա։ Խավից եմ շատ սիրում։ Եվ խավիցին մոտ մեր բանը քաղցրավենիքը հալվա, որը տատս ճաշակներով նման են իրական, որը տատս գյումրեցի գյունու Շիրակում ծնված տատս սարքում էր աներևակայելի հալվա։ Իսկ ինչով էր յուրահատուկ այդ հալվան։ Օշարակը շաքարաջրով էր, մեղրով էր, տատը ոնց էր։ Չէ, ինքը գյումրեցի էր, ինքը ժամերով տրորում էր առանց հոգնելու, մինչև այդ ամբողջ շաքարի հատիկները հալվում էին եւ մի հատիկ անգամ չեր ընկնի ատամի տակ, հետո տատիկից հետո մի անգամ հորաքույրս հալվա սարքեց, գիտի որ ես շատ սիրում եմ, հորաքույրս հիմա բավական տարիքով է, արդեն մոտ 90-ի մոտ, եւ բերել էր այդ հալվան, ես կերա ու էլի զարմացա, ասի այ հոր քուր, այսքան կանգնել ես, խառնել ես, որ այդ շաքարը հալի, ասեց, չէ, այն շաքարի պուդրի եմ լցրել մեջը, ընդամենը, այսինքն այդ խորամանկությանն էր գնացել հորաքույրս։ Այդ առումով խեղճ տատիկս տենց ժամերով տանջվում էր, իսկ իրականում կարելի էր փաստորեն նաև ավելի հեշտ տարբերակով գնալ։ Ինձ թվում է մեր բրինձը հերիք է, ես խնդրեմ որ ինձ աղ տաս։ Աղ։ Հա։ Շատ չէ, մի այսքան։ Ես մի քանի հատ ընկույզը այդպես նաև 4 մասի կանեմ, բայց կթողեմ նաև խոշոր տարբերակով հետագայում իր վրան այդպես գեղեցիկ զարդարելու համար։ Հիմա եռման ջուրը կտաս ինձ։ Բաժակի մենք լցնում ենք եռման ջուր, սովորաբար, հա, մի բաժակին 2 բաժակ ջուր, մենք ունենք 2 բաժակ բրինձ, ես մի քիչ եմ սովորաբար լցնում, արի լցնենք 3.5, որ բրինձը բավական երկար ժամանակ լվացած էր, ավելի խոնավացած էր, մի հատելից կասեմ երևի թե նույնիսկ 3։ Սա 3, ավելացնեմ եւս մի փոքր։ Չէ, պետք չի։ Հիմա հնարավորինս մեղմ կրակի վրա ամենահնարավոր, սա շատ է։ Վահե ջան, մենք անդրադարձանք մանկության համերին։ Հիմա անդրադառնանք քո մասնագիտությանը, քանի որ ես թվարկեցի երգիչ, դիրիժոր, կոմպոզիտոր, որտեղից է գալիս երաժշտական այդ սերը եւ հակումը։ Մորական կողմս շատ հետաքրքիր պատմություն ունի նույնիսկ։ Մորս տատը, որ Սոսոյանների ընտանիքից էր, էլի Վանի նշանավոր ընտանիքներից են, մենք ունենք նաև նկարիչ Միհրան Սոսոյան, որ գրաֆիկայի ամբիոնի վարիչն էր։ Իմ դասախոսի հայրն էր։ Այո։ Ուրեմն մորս տատը Լուսիկը Վանում երգել է թատրոնում եւ երգել է կուլիսներից դուրս,
Ինչու՞։ Երկչուհին բերանը բացել փակել է, այդ դերասանուհին ինքը այնտեղից եկել այն ժամանակվա ֆոնոգրաման, այսպես ասած։ Ընտիր։ Եվ պապիկս, մորս պապը, որը ներկայացմանը նստած է եղել, ձայնի վրա տենց սիրահարված, հարցնում է ով էր երգում, ասում են դերը խաղում էր այսինչ, ասում եմ, չեմ ասում ով էր խաղում, ով էր երգում, ասում են սենց Լուսիկը Սոսոյան ու այդ երեկոյան պապիկը գնում է Լուսիկին ուզելու։ Եվ մի անգամից։ Եվ հա, եւ ամուսնանում են, այսինքն ձայնը գալիս է տատիկից, հա, մորս տատիկից։ Վայ ջան, ես առաջարկում եմ նաեւ բովել, հա, հա, մենք կարող ենք ընթացքում միջև որ բրինձը այդտեղ պատրաստ կլինի։ Ես կարծում եմ մի հատ լավ կլինի այս սա բովել, առաջինը, քիչ ընդ որում թող չչորանա ամեն դեպքում։ Իսկ կարակով եմ անում դա ձիթայով։ Դա արդեն կարակով կանենք։ Մասնագիտական ուղղվածությունը ընտրելը դե սերը միշտ լինում է ի սկզբանե, բայց ինչպես որոշեցիր գնալ հենց այդ ուղղությամբ։ Ինչն է դրդել։ Ես դա շատ ուշ եմ որոշել, դպրոցից հետո գնացել եմ Թեռլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան այն ժամանակ, գեղանկարչության բաժին սովորել եմ այնտեղ, դրանից հետո գնացել եմ Ճեմարան, Սևանի Վազգենյան դպրանոց, հետո դրանից հետո գնացել եմ բանակ, բանակից հետ եմ եկել եւ որոշել եմ գնալ կոնսերվատորիա։ Բավական երկար ճանապարհ։ Բավական ուշ եւ բավական երկար էլ հետո սովորել եմ կոնսերվատորիայում, պարբերաբար դուրս մնալով, որովհետեւ ուսման վարձ չէի կարողանում վճարել, չնայած նրան, որ ընթացքում պետական համերգների մեներքի չէի նույնիսկ, բայց գալիս էի այդ նույնիսկ այլ երկրներում իսկ այդ հյուրախաղերից հետո գալիս էի պարզվում է ինձ հեռացրել են ուսմավարձ չվճարելու համար։ Շատ երկար այդպես սովորել եմ, պարբերաբար վերականգնվելով, դուրս մնալով։ Ինչ այդքան թանկ էր այդ ժամանակ։ Ինձ համար հա։ Հասկացա։ Ինձ համար հա։ Եվ թանկ էր, այնպես չի։ Ընդհանրապես արվեստի ոլորտում առավել եւս ես կոնսերվատորիան առաջին մասնագիտությամբ մեներքի չեմ, դասական ժանրի, իսկ դա անհատական ուսուցում է։ Անհատական ուսուցումները միշտ սովորաբար լինում են ավելի թանկ։ Հետո արդեն երկրորդ մասնագիտությամբ խմբավարություն, մի խոսքով դա բավական տենց երկար ոդիսական է։ Այսինքն մագիստրատուրան է դիրիժորությունը, հա։ Երկրորդ մագիստրատուրան, այո, երկրորդ մագիստրատուրան արդեն դիրիժորություն, խմբավարություն։ Հիմա խոսենք քո այժմեական գործունեության մասին, Սաղմոսերգուի մասին, որովհետև հայկական իրականության մեջ Սաղմոսերգուն բավական տարբերվող եւ յուրահատուկ խումբ է։ Կխնդրեմ մանրամասները արդեն Սաղմոսերգուից դու ներկայացնես։ Ինչպես ձևավորվեց, ինչպես այդ միտքը հղացավ։ Ընդհանրապես արական երգչախումբը առանձին ժանր է նույնիսկ ամբողջ երգչախմբային բանի մեջ, որտեղ դա նաեւ միջնադարից եկող հոգևոր երաժշտությամբ պայմանավորված, որտեղ դա վանականների երգված, այսինքն վանական միջավայրում ձևավորված երաժշտություն է եւ վանականների կողմից էլ երգվող հիմնականում, եւ դա իր կերպարով այնուամենայնիվ այտենց մի բան է եւ հայ իրականության մեջ դա պակասում է։ Հոգևոր երաժշտություն կատարման որոշակի սպეციფიկ բաներ ունի, նախ եւ առաջ պետք է դու շատ լավ տեղյակ լինես եկեղեցու ծեսից, որովհետև դա մի բան է, որ ձևավորվել է այդտեղ եւ իրականում ծեսի մի բաղադրիչ է։ Այո, հա ինքը որպես այդպեսին ամեն ինչով պայմանավորված է ծեսով։ Եվ այստեղ նույնիսկ ծեսից ներս նաեւ գեղարվեստական խնդիրներն են դառնում երկրորդական, ինչքան լավ, այնքան լավ, հա, բայց առաջնահերթը ամեն դեպքում ծեսի սպասարկումն է, ծիսական ծառայությունը։ Դրանով պայմանավորված եկեղեցական երաժշտությունը շատ սպეციფიկ է եւ ինքը առանձին ժանր է ընդհանրապես։ Դրա համար Սաղմոսերգուն ես միշտ ասում եմ պատմական անհրաժեշտություն է, որտեղ հայկական իրականության մեջ որպես այդպեսին չկար։ Այս պահին էլ դուք միակն եք խումբը։ Պրոֆեսիոնալ երգչախումբ, այո, լիարժեք ամբողջական մենք միակն ենք հիմա եւ
սաղմոսերգույն ստեղծելիս ես նույնիսկ անվան մեջ, հա, հենց սաղմոսերգու բառը օգտագործելով ինքը բացառապես հոգևոր երաժշտության եւ հոգևոր երգեցողության նկարագրությունն է եւ նաեւ վաղադրիչի մեջ դրեցի հոգևոր երաժշտության արական երգչախումբ, այսինքն մենք չենք երգում ուրիշ երաժշտություն։ Իսկ խումբը քանի հոգուց է բաղկացած։ Հիմա խումբը 14 հոգի է։ Թիվը հատուկ է ընտրված, թե կա որոշակի նորմատիվներ ձայնի հետ կապված։ Երգչախումբը, որպեսզի լինի լիարժեք խումբ, որը կոչվի երգչախումբ, ոչ թե անսամբլ, մինիմալը 12 հոգին է, որ 4 քառաձայնության դեպքում յուրաքանչյուր ձայնում նվազագույնը 3 հոգի լինեն։ Որտեւ 3 հոգին է ապահովում երգչախմբի այդ շղթայական շնչառությունը, այսինքն ձայնի անդադարությունը, հա, անհրաժեշտության դեպքում։ Մեկի շնչելուց մյուսն է շարունակում երգել, հետո նա կպնում է այն մյուսն է շնչում եւ այդպեսով ձայնաբաժնինը կարող է անդադար երգել, կազմակերպել ձայնի անընդհատություն։ 14 հոգին ընդամենը 2 հոգով ավել է այդ մինիմալ քանակից, բայց որը հնարավորություն է տալիս մի քիչ ավելի հանգիստ երգեցողության, որովհետև այնուամենայնիվ բարդագույն ծրագրեր ենք մենք երգում, որոնք ենթադրում են մեծ։ Վահե ջան, ես առաջարկում եմ մանրամասնել ըստ շերտերի ինչ ենք անելու հաջորդականությամբ եւ հեռուստադիտողին արդեն ցույց կտանք, երբ որ պատրաստ։ Հիմա մենք վերցնում ենք մեր այդ բղինձը, որ դնելու ենք ջեռոցը, դրա չափով լավաշից կկտրենք հիմա շրջանաձև, մի քիչ մեծ, հա։ Եվ նաեւ մյուս լավաշից արդեն կանենք, սա հետո պահի կուտենք, տորթի նման հավաքելու ենք։ Հարգելի հեռուստադիտող, մենք արդեն վերադարձանք եւ մեր լավաշով բրնձով փլավը արդեն պատրաստ է։ Այսպիսի գեղեցիկ տեսք ունի, իհարկե բավական հետաքրքիր նյուանսներով եւ դետալներով է այստեղ առանձնանում պատրաստման եղանակը։ Յուրատեսակ շերտերով եւ այսինքն չափված կարագի ձիթայողի քանակը, որտեղ ոչ շատ, ոչ քիչ պետք է լինի հարաբերակցությունը։ Վայ ջան, առաջարկում եմ կտրես եւ տեսնենք նաեւ ներսը։ Փորձենք ինչպես է։ Փորձենք։ Մենք կտրեցինք, ահա կտրվածքը կարող եք տեսնել, հետաքրքիր շերտով երևում է։ Իհարկե համի մասին կարծում եմ տեսքից էլ է երևում ինչքան համեղ պետք է լինի։ Մենք կփորձենք եւ ինչպես ասում են, հարցերը կլուծենք այսօրվա փլավի։ Վահե ջան, շատ շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ հրավերի համար։ Եվ այս յուրահատուկ բաղադրատոմսով մեզ հետ կիսվելու համար։ Սիրով։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Զատկի տոնական սեղանի յուրահատուկ զարդը համարվում է բրնձով փլավը։ Այն լիառատության, պտղաբերության եւ տարվա առատության խորհրդանիշն է։ Այսօր Վահեի հետ պատրաստեցինք յուրահատուկ մի բրնձով փլավ, որը տարբերվում էր իր պատրաստման եղանակով։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, տեր կենթանին։